Գանք քարտեզագրությանը։ Ես հիշում եմ պատերազմի վերջի տարին մեր պատին ռադիոյի վերևը մեծ Եվրոպայի քարտեզ կար եւ հայրս ամեն առավոտ Մոսկվայի ռադիոն էր լսում, Անկարան էր լսում ռադիոյով, որ մեծ հայրս թուրքերեն էլ գիտեր եւ քարտեզի վրա գունավոր ասեղներով, գնդասեղներով տեղերն էր ցույց նշում բանի ռազմաճակատների։ Ես էլ հետաքրքրությամբ այդ քարտեզը էի նայում եւ մի անգամ էլ նստեցի նույնիսկ ընդօրինակեցի այդ քարտեզը առանց հասկանալու ինչ է։ Բայց իմ հետաքրքրությունը քարտեզների հանդեպ սկսել է հենց դրանից դպրոցական իր տարիքից ու շարունակվել մինչև այսօր իմ մասնագիտությունն է դարձել։ Որ պահից արդեն մասնագիտորեն սկսեցիք զբաղվել։ Մասնագիտորեն սկսել եմ ուսումնասիրել քարտեզները, այն ժամանակվանից արդեն կրթությունս ավարտել էի, Անգլիայից վերադարձել Պարսկաստան եւ գործով հաճախ գնում էի Լոնդոն, մեր անգլիացի գործընկերների հետ բանակցություններին։ Աճուրդի գնացի եւ 15-րդ դարի քարտեզ գնացի երկու հատ։ Այդ ինձ մեծ շատ հետաքրքրություն առաջացրեց դեպի հնագույն քարտեզագիտություն քարտեզները։ Եվ ես հետ հաստատվեցի Լոնդոնում։ Իմ ազատ ժամանակներս անց էի կացնում բրիտանական գրադարանում, ուր 4 միլիոն քարտեզ կա։ 4 միլիոն։ Հետաքրքրված էի այն քարտեզները, որ մեր տարածաշրջանն են ցուցադրում եւ ինչպես են ցուցադրում, ինչ տեսակ են ցուցադրում, դրանց միջոցները եւ մեթոդները շատ տարբեր են եղել ժամանակին։ Բայց երբ որ նայում էի դրանք հին քարտեզների, մեր միջնադարյան, ավելի վաղ միջնադարյան, ուչ միջնադարյան, դրանց մեջ շատերը կային, որ արվեստի աշխատանքներ էին, շատ գեղեցիկ էին, գծված, ներկված եւ այլն, ամեն մեկը ձեռագիր։ Ափսոսում եմ, որ միայն ես եմ տեսնում դրանք, մեր հայրենակիցներին առիթ չի լինում դրան։ Մեկ անգամ խոսում էի այստեղ մեր հիմա այժմ Միրհավ հյուրանոցի տնօրենը Գորիսի Շահեն Զեյթունցյանի հետ, որ իմ մադամ մանկության ընկերս է։ Ասում էր քարտեզներ արի մի հատ օրացույց սարքիր, օրացույց պատրաստում 12 քարտեզ ջոգի, ես բանկերից խոսեմ, որ իրանք տպել տան։ Առաջին այդ գործարարությունը մեծադիր օրացույց էր, մոտ 40 սանտիմետրով, 60 սանտիմետր էջերով, թերթերով, եւ ամեն ամսի համար մեկ քարտեզ դրեցին, նկար դրեցին։ Բոլոր այդ քարտեզներում Հայաստանը կար։ Հայաստանի այս շրջանի քարտեզները սկսած առաջին, երկրորդ դարից մինչև 15-6-րդ դար էր դրանք։ Բոլորի մեջ Հայաստանը կա։ Կադաստրային քարտեզը գտել եք։ Կադաստրայինը չեմ աչեի ասի, բայց սահմանները ժամանակին գոյություն չունեին։ Ինչ որ է, բայց քարտեզներ շատ գեղեցիկ քարտեզներ։ Հետո երբ որ այդ օրացույցները մի շաբաթվա մեջ վերջացավ, Շահեն ասաց դե արմատ գիրք պատրաստի ես ոնց վերաբերյալ։ Եվ այդտեղից իմ սկսեց մտածել 2000 թվին որոշեցի, որ այդ գործը պետք է արվի, որ մեր հայրենակիցներն էլ տեսնեն օտարները ինչպես են գծել Հայաստանի քարտեզը։ Եվ դրանից առաջին հրատարակությունս եղավ անգլերենով Հայաստանի պատմական քարտեզները։ Այդ նույն գիրքը հրատարակեցի ռուսերեն եւ հայերեն տարբերակով Հայաստանում, նույնպես նույն քարտեզները։ Բայց ասեմ ձեզ, իմ աշխատանքս, քանի որ ես տեսնում էի, որ օտարները ոչինչ չգիտեն այս շրջանի մասին, բոլոր քարտեզ գրականությունս գրքերս առաջին հերթին պատրաստում էի անգլերենով։ Անգլերենով պատրաստում էի գրքերս, հետո թարգմանում հայերենի, մեկ քանիսը ռուսերեն, 2-3-ը պարսկերեն է թարգմանվել, մեկն էլ նույնիսկ թուրքերեն Ստամբուլում է հրատարակվել Հայաստանի պատմական քարտեզները։ Ես հիմա խնդիր ունեմ, որտեղ փնտրում եմ քարտեզագետներ, որ հետաքրքրված լինեն, որ ես իմ հսկայական արխիվս ուղղակի հանձնեմ իրենց, օրինակները հանձնեմ իրենց, որ իրանք շարունակեն նման աշխատանք։ Մինչև հիմա չեմ գտել, եթե հուսանք այս հաղորդումից հետո երիտասարդ մասնագետներ կարձագանքեն։ Ես շատ մեծ հաճույքով դրանց կընթառաջեմ։ Ծնվել եմ Թավրիզում, ինչպես գիտեք, հետո տեղափոխվել Թեհրան, կրթաթոշակ եմ ստացել սովորելու Բրիտանիայում, 5 տարի ուսումս ավարտելուց 5 տարի տևեց ուսումս, նրանից հետո վերադարձել եմ Պարսկաստան, աշխատել եմ եվրոպական ընկերությունների հետ, նրանց հետ համատեղ Պարսկաստանում ծրագրեր ենք իրականացնում,
նավթարդյունաբերության ոլորտում հայրս բացեց Թավրիզում Ատրպատականի առաջին ռադիոյի խանութը էլեկտրոնիկ խանութը եւ այդ խանութը բացվել է 1939 թվականին եւ մինչեւ այսօր իր անունով այդ խանութը կա դա շատ ձեռքից ձեռքի անցել նույնիսկ Թուրքիա գնել է տեղի խանութը մեկ անգամ բայց անունը չի փոխել Ինչպես է կոչվում ռադիո Արամ Որս անունը Արամ էր, ինքը ռադիո Արամը դրա խանութի անունը։ Հետաքրքիր որ ժառանգներինը չի եւ արդյոք մտադրություն կա դա այդ ձեռք բերել։ Չէ, ես գնացել եմ տեսել եմ այդ խանութը սրանից մի 10-12 տարի առաջ։ Ռադիոյի մասեր էր վաճառում, ոչ թե ռադիոյի նորոգում, մերոնք հայրս մորոգում էր։ Ժամանակին, որ պատերազմի ժամանակ էր, որ նյութեր որ կային գոյություն չունեին, ինքը մի ձևով ստեղծում, հայթայթում եւ պատրաստում էր այդ բաները եւ տեղադրում իր նորոգած ռադիոների մեջ։ Հետաքրքիր գործեր էր անում, ես էլ միշտ նստած իրան նայում էի, տեսնի ինչով է զբաղվում։ Դե ձեր մասնագիտությունն էլ։ Ինձ օգնել է, որ ես ինժեներ դառնամ։ Մի գլոբալ հարց, դուք արևմուտքի, արևելքի այդ լինելով այստեղ, այնտեղ այն ամեներով հաստատվել եք Հայաստանում եւ ընդհանրապես ձեզ եւ հայ մարդուն որ արժե համակարգն է ավելի հարազատս ձեզ։ Ճիշտ ասած, Պարսկաստանը ես չնայած այնտեղ եմ ծնվել, ժողովուրդը, պարսիկ ժողովուրդը լավ ժողովուրդ է, հյուրընկալ ժողովուրդ է եւ երկիրը շատ ճկնաղ երկիր է։ Ես հիշում եմ ափսոսանքով որ Հայաստան Պարսկաստանը լրիվ չեմ պատտել, որ ամեն ինչը տեսնեմ, գործի բերումը որոշ տեղեր գնացել եմ, մինչև հարավը գնացել եմ ծայրամասերը, բայց ոչ բոլոր տեղերը, բոլոր տեսարժան վայրերը։ Շատ հոգեհարազատ են մեզ, բայց քոնը չէ։ Երբ որ այնտեղ կանգնած ես, գիտես, որ դու եթե պետական պաշտոնյա ունենաս, մաքսիմումը կարող ես նախարարի օգնական դառնալ, դրանից բարձր իրավունք չունես բարձրանում, քանի որ քրիստոնյա ես։ Դա արդեն մի բան է տալիս քեզ, որ զարման, որ մի քիչ ավելի զգուշեր են մոտենաս խնդիրներին, բայց հետաքրքիրն է, որ Պարսկաստանում իմ մասնագետ կրթված Ամերիկա, Եվրոպա կրթված պարսիկ գործընկերները կարծում էր, որ հայերը գոնե ժողովրդի 10%-ն են կազմում։ Մինչդեռ ժողովրդի 1/4%-ն էլ չկային հայերը։ Մեկ անգամ երբ որ ինժեներ էինք վարձում, պարսիկ ընկերներից մեկն ասավ, դե գնաս հայ կվարձես դու վստահ եմ։ Ասի ես չէ, հայ չեմ վարձի, ես դիմումները կտամ, թե դու ճոկիր դրանց որ վարձես։ Երբ որ մյուս շաբաթ դիմումների վրայից ջոկերեր ում դիմենք որ գան հարցազրույցի վարձելու համար, տեսա կեսից ավերը հայ ինժեներներ են։ Ասի բայց դու ինչ է լավ, դու պարսիկ ես, դու ինչու պարսիկներին չվերցրեցիր հայերին։ Դե ասավ, դե հասկացա, որ սրանք ավելի որակով են։ Քանի միլիոն եք դուք Պարսկաստանում։ Ասի մենք 250,000 ենք ընդամենը։ Հայությունը Պարսկաստանը այժմ 40 միլիոն ժողովուրդ ուներ։ Ասաց, բա ոնց է որ իմ բժիշկս, իմ ատամնաբուժս, իմ վարսավերս, իմ ես չգիտեմ մեխանիկս, մեքենայից նորոգելու, իմ երեխայից դաշնամուրի ուսուցիչը, բոլորը հայ են։ Ասի դե այդ քանակ չի, այդ որակ է։